Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Արդար Հայեմի եթերում Առականի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ Վարդուհի Պալոյանն է, ողջույն։ Առակավոր խոսքը իմաստուններին է հայտնի։ Մարգարեներն ու իմաստունները ևս առակներով են սովորել եւ առակներով ուսուցանել արժանավորներին։ Իսկ անարժանները անգետ են մնացել, ոչ հասկացել են, ոչ սրտով ընկալել, ոչ աչքով տեսել։ Վարդան Այգեկցու կատվի եւ մկների մասին առակաշարը հիշեցնում է թշնամու չար բնույթի անփոփոխության եւ նրա հետ բարեկամության սին եւ վնասակար պատրանքների մասին։ Կատուն կարգավորի փիլոն է հագնում եւ մկներին պատգամավոր է ուղարկում ասելով, որ դարձի է եկել, կրոնավոր է դարձել եւ այլևս չի ուզում այրուն հեղել։ Իսկ մկները նրան պատասխան են ուղարկում ասելով, որ չեն հավատում, որ նրա բնույթը կփոխվի եւ հնարավոր կլինի բարեկամանալ։ Այնուհետև սուտ հիվանդ է ձևանում եւ դարձյալ մկներին լուր է ուղարկում, որ մահամերձ է եւ ուզում է խոստովանվել, որպիսի հանգիստ խղճով մահանա։ Այս անգամ եւս մկները նրան չեն հավատում եւ նրա մոտ չեն գնում։ Մեկ այլ անգամ կատուն սատկած է ձևանում եւ պարկում ճանապարհին։ Իսկ մկները դարձյալ տեսնելով նրան ասում են, որ նույնիսկ եթե նրա կաշվից այլուրի պարկ սարքած տեսնեն, միևնույն է, չեն հավատա, որ կատուն իր բնույթով փոխվելու եւ մկներին բարեկամ է դառնալու։ Այս լսելով թագավորը ողորմում է կատվին եւ տանում իր պալատ եւ դարձնում իր լուսնակալը եւ ոսկեղեն բարձերի վրա պահում եւ հոգում նրա բոլոր կարիքները։ Որոշ ժամանակ անց պալատում մուկ է հայտնվում եւ կատուն տեսնելով նրան անմիջապես հարձակվում եւ հափշտակում է մկանը։ Թագավորը հանդիմանում է կատվին հարցնելով թե ինչու պակասություն ուներ եւ ինչու այդպես վարվեց։ Եվ կատուն անմիտ անվանելով թագավորին ասում է, որ իր բնույթն է այդպիսին եւ նա երբեք չի կարող մկների հանդեպ անտարբեր լինել եւ ցանկացած հնարավորության դեպքում կհափշտակի նրանց։ Առակը ցույց է տալիս, որ երբ մարդու վարքը, բարքը եւ բնույթը անարատ չէ, նա չի փոխվի ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե լինի ամենահավատարիմ եւ հարազատ մարդը։ Չարը չի հրաժարվում իր չար բնույթից եւ չպետք է հավատալ նրան։ Միայն չափազանց բարի պիտի դառնա, որ հնարավոր լինի հրաժարվել չար բնությունից եւ բարքերից։ Ինչպես ասում է Աստվածաբանը, եթե մարդու մոտ ամրացել է չար բնությունը, նրան կկորուսանի։ Պատվիրաններին հետևելը եւ իմաստությամբ զինվելը հնարավորություն է տալիս մարդկանց խուսափել չարի որոգայթներից եւ դարձի գալ, սակայն մեծամտությունն ու հպարտությունը կարող են մարդկանց կործանման պատճառ դառնալ։ Վարդան Այգեկցու առակ օգտակարագույն կամ ակրավի, աղվեսի եւ պանրի մասին առակաշարում մի քաղցած ակրավ մի կտոր պանիր է գտնում եւ բարձրանում է մի բարձր ծառի վրա, որպիսի ճաշակի։ Նույն պահին անցնում է աղվեսը եւ որոշում է անպայման հափշտակել այն եւ սկսում է գովերքել ակրավին, ասելով, որ նա ավելի պայծառ է, քան արեգակը, ավելի գեղեցիկ, քան լուսինը եւ ով գիտի, արժանի է ավելի, քան արծիվը, որպիսի ունենա իր թագավորությունը եւ հավանաբար այդ գեղեցկության հետ նա ունի նաեւ իմաստություն եւ հրաշալի ձայն։ Սուտ գովեստներից հպարտանալով ակրավը ցանկանում է երգել, որպիսի իր ձայնը ցույց տա եւ նույն պահին, երբ բացում է կտուցը, պանրի կտորն ընկնում է եւ աղվեսն անմիջապես հափշտակում։ Ծաղրելով եւ հեգնելով նրան, ասում է, որ գուցե ձայն ունի, սակայն խելք բնավ չունի եւ այդ ինչպես կկարողանար նա թագավորություն ղեկավարել, երբ մի կտոր պանիր անգամ կտուցի մեջ չկարողացավ պահել։ Առակի չափածո տարբերակում Այգեկցին խրատում է հետեւյալ մեկնությամբ։ Աղվեսն է նման սատանայի եւ թաման նենգավորի, որ միշտ ընդմարդ պատերազմի, պես հնարյուկ խապել խափի, հպարտության պսխել քնտանի, սեր աշխարհիս նման ցուսանի, սպարիս ամեն մարդ զորունի, կորուսանել ջանակամի, իսկ որ մտոքն զգաց լինի, զարակսի միտն արյալ պահի, սնոտ իրաց ոչ հետևի, նա ստացող բարյաց լինի։ Առակն այն մասին է, որ Տերը իր գալստյամբ մեզ տվեց թագավորություն, սակայն երբ խելքի զորություն բնավ չունենանք,
հանապազ լսենք եւ հավանենք չարի եւ թշնամու սուտ ու խափող խոսքերին եւ խոստումներին, եթե սիրենք կենցաղն ու կեղծիքը եւ հպարտանանք սուտ փառքով ու սուտ գովեստով եւ մեղքերը ընդունելի համարենք եւ հրաժարվենք ավազանի սուրբ խորհուրդներից եւ Քրիստոսի պատվիրաններից, կզրկվենք բոլոր շնորհներից եւ ողորմածությունից։ Աղվեսը չար բանսարկուն է, իսկ ակրավը մարդը, որ եթե իմաստություն եւ զգաստություն ունենա, չար բանսարկուի լարած կապանքներից կարող է ազատվել եւ փրկվել, քանի որ բազմաթիվ են օրինակները, երբ ծոմով, պահքով եւ ապաշխարանքով մարդիկ դարձի են եկել ազատվել չար բանսարկուից եւ ժառանգակից դարձել երկնային արքայությանը։ Առակներն ասում են. թողեք հիմարությունը եւ դուք կապրեք, իմաստություն սիրեք, որպիսի կյանք ունենաք, գիտությամբ ուղեք ձեր բանականությունը եւ ճիշտ իմաստով հասկացեք խրատը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ հինգշաբթի։ Ամենայն բարի կամքի Տեր մարդկանց եւ թող իմաստությունը լինի մեր մտքերի եւ գործերի արդար առաջնորդը։ Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։